Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղության նախագծի պարամետրերը փոխվել են։ Ժնևում եվրոպացի միջնորդների մասնակցությամբ կայացած փակ խորհրդակցություններից հետո նախնական 28 կետանոց փաստաթուղթը կրճատվել է մինչև 22 կետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով այդ կետերի մեծ մասը համաձայնեցված է, սակայն մանրամասներ նա չի հրապարակել։ Միայն մի քանի ուղերձ է հնչեցրել։ Ուկրաինան պետք է տա տարածքների մի մասը, որովհետև առաջիկա ամիսներին միևնույն է, Ռուսաստանը կարող է վերցնել այն։ Ռազմական գործողությունների դադարեցումը եւ Կիևի նկատմամբ նոր տարածքային պահանջներից հրաժարվելը Թրամփը Ռուսաստանի կողմից զիջումներ է անվանել։ Ուկրաինան այլընտրանք չունի։ Մոսկվան բանակով գերազանցում է Կիևին։ Եվրոպան լրջորեն կներգրավի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ստեղծման գործում։ Նոր 22 կետանոց նախագծով հաջորդ շաբաթ Մոսկվա է մեկնելու ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը պետք է հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը չի բացառել, որ գործընթացին կարող է միանալ նաև նրա փեսան Ջարեդ Քուշները, նշելով, որ նա լիովին տեղեկացված է բանակցությունների ընթացքի մասին։ Ես 9 ամսում 8 պատերազմ եմ դադարեցրել, եւ մենք աշխատում ենք այս վերջին պատերազմը դադարեցնելու համար։ Դա հեշտ չէ, ես գիտեմ, բայց կարծում եմ մենք կհասնենք դրան։ Կարծում եմ մենք շատ մոտ ենք դրան։ Ռուսական կողմը հաստատել է Ուիթքոֆի այցը։ Դա կլինի 10 ամսվա ընթացքում Պուտին-Ուիթքոֆ արդեն 6-րդ հանդիպումը։ Զելենսկիի հետ Թրամփը կհանդիպի միայն գործարքից հետո, իսկ թե ինչու Ուկրաինան պետք է գնա որևէ գործարքի, պարզաբանել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Դեն Դրիսկոլը։ Ժամանակի ընթացքում Ուկրաինայի վիճակը կարող է վատթարանալ։ Այդ պատճառով Կիևը ավելի շահեկան դիրքում կլինի, եթե հիմա սկսի բանակցությունները, ոչ թե ավելի ծանր դրության մեջ հայտնվելուց հետո։ Բանակցական ջանքերի ակտիվացման ֆոնին Բլումբերգը հրապարակել է 2 հեռախոսազրույցի սղագրություններ, որոնցից մեկը ենթադրաբար տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովի եւ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև, իսկ երկրորդը Ուշակովի եւ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևի։ Ըստ սղագրության, Ուիթքոֆը Ուշակովին տարբեր խորհուրդներ է տալիս, օրինակ, ինչպես խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սա բանակցությունների ստանդարտ ձև է։ Ուիթքոֆը ստիպված է Ուկրաինան վաճառել Ռուսաստանին։ Ահա թե ինչ է անում նա որպես բանակցող։ Նա պետք է ասի, տեսեք, նրանք դա ուզում են, պետք է համոզել նրանց։ Ես ենթադրում եմ, որ նա նույնն ասում է Ուկրաինային։ Աղմկահարույց արտահոսքին նաև ռուսներն են արձագանքել, դա համարելով առանց այն էլ ծանր բանակցությունները տապալելու փորձ։ Ես Ուիթքոֆի հետ շատ եմ խոսում, բայց բովանդակությունը չեմ մեկնաբանում։ Իդեպ Էրդողանը նորից հանդես է եկել որպես միջնորդ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների հարթակ առաջարկելով Ստամբուլը։ Թուրքական միջնորդությամբ մեկ փորձ եղել է 2022 թվականի գարնանը, սակայն այն տապալվել է Բուչայի իրադարձություններից հետո։ Կիևը Մոսկվային մեղադրել է պատերազմական հանցագործությունների համար։ Բուչայում ավելի քան 450 քաղաքացիական անձանց մարմիններ էին հայտնաբերվել ռուսական զորքի հեռանալուց հետո։ Փոքրիկ բնակավայրից Կիևի տարածած ահասարսուռ կադրերը Մոսկվան բեմադրված տեսարաններ է անվանել։ Ծովինար Բարխուդարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։